این جنگ کجا بود؟ Գլխավոր եւ ամենադրամատիկ իրադարձությունը, որ տեղի ունեցավ Հայաստանին սահմանակից երկրներում 2025 թվականին պատերազմն էր Իրանի եւ Իսրայելի միջեւ։ Այն, որ Իսրայելի հարձակումն անխուսափելի է, սկսեցին խոսել դեռ նախօրեին, հունիսի 12-ին, երբ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հանդես եկավ հայտարարությամբ, պնդելով, թե Իրանը խախտում է միջուկային զենք չստեղծելու իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Իրանի բանակը պատերազմից մեկ օր առաջ լայնածավալ զորավարժություններ սկսեց, իսկ երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին Թեհրանում հրավիրած ասուլիսի ժամանակ իսրայելցիներին կոչ արեց պատերազմ սկսելու վերջնական որոշումը կայացնելուց առաջ մի լավ մտածել հետևանքների մասին։ Հակառակորդը մեզ սպառնում է ռազմական գործողություններով, մենք սակայն պատրաստ ենք ցանկացած սցենարի եւ ցանկացած մակարդակի պատերազմի։ Ես կոչ եմ անում մեր թշնամիներին շատ մանրակրկիտ կերպով մտածել հետևանքների մասին։ Այս անգամ Իսրայելի ցանկացած ագրեսիայի Իրանի պատասխանը կլինի ավելի ուժգին եւ կործանարար, քան նախորդ հարձակումների ժամանակ։ Ասուլիսից հետո գեներալ Սալամին հանգիստ վերադարձավ Թեհրանի հյուսիսում գտնվող իր բնակարան, որտեղ էլ Լուսադեմին սպանվեց իսրայելական անօդաչու թռչող սարքի կողմից։ Հունիսի 13-ի առավոտյան իրենց անկողիններում սպանվեցին նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Հաջիզադեն, մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ եւ միջուկային ծրագրի վրա աշխատող իրանցի գիտնականներ։ Իրանի համար իսրայելական հարվածներն անակնկալ էին նախ եւ առաջ այն պատճառով, որ դրանք իրականացվեցին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև բանակցություններին զուգահեռ։ Դրանց հաջորդ փուլը նշանակված էր հունիսի 16-ին եւ Իրանի ղեկավարների շրջանում ըստ ամենայնի ներքին համոզմունք կար, որ եթե Իսրայելը հարվածի, ապա միայն այն դեպքում, եթե բանակցությունները տապալվեն։ Իսրայելական կողմի ոգևորությունը սակայն կարճ տևեց, թեև պատերազմի առաջին իսկ րոպեներին հաջողվել էր գլխատել Իրանի ռազմական ղեկավարությունը, հակաօդային պաշտպանության ուժերի մի զգալի մասը ոչնչացված էր, իսկ գլխավոր որոշում կայացնողը Այաթոլլահ Ալի Խամենեին խոր ընդհատակում էր, իրանական բանակը պատերազմի առաջին իսկ գիշերը կարողացավ ցավոտ հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։ Իրանական հրթիռները հարվածում էին Իսրայելի խոշորագույն քաղաքներին, թիրախավորելով ռազմաբազաները, հետախուզության կենտրոնակայաններն ու էներգետիկ օբյեկտները։ Իսրայելը եւս շարունակում էր հարվածներ հասցնել, սակայն անսպասելիության էֆեկտն արդեն կորսված էր։ Իրано-իսրայելական պատերազմի ամենահիշվող դրվագը դարձավ հունիսի 16-ի երեկոյան Իրանի պետական հեռուստատեսության շենքին հասցված հարվածը, որն էր դրա ռազմական նպատակահարմարությունը Նեթանյահուի կառավարությունն այդպես էլ չկարողացավ բացատրել։ Փոխադարձ հարվածները շարունակվում էին, երկու կողմում էլ աճում էր խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Իրանցիներից շատերը սկսեցին լքել երկիրը, դեռևս գործող եզակի սահմանային անցակետերից մեկը Մեղրիում էր։ Ես Թեհրանից եմ եկել, գիշերը Թավրիզում եմ անցկացրել։ Ընդհանուր առմամբ Թեհրանից Թավրիզ ճանապարհն էր շատ խցանված ու մարդաշատ։ Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի։ Կարծում եմ համաձայնության կգան, խաղաղության կհասնեն, քանի որ պատերազմը որևէ արդյունք չի տալիս։ Ամերիկան, Եվրոպան կողմ են, որ պատերազմն ավարտվի։ Ամերիկացիները ռազմական գործողությունների դադարեցմանը կողմ էին, սակայն հիմնականում Իրանի կողմից զիջումների հաշվին։
they have to make a deal. Նրանք պետք է գործարք կնքեն, դա ցավոտ է երկու կողմերի համար էլ, բայց ես կասեի, որ Իրանը չի հաղթում այս պատերազմում եւ նրանք պետք է բանակցեն եւ պետք է բանակցեն անմիջապես, քանի դեռ շատ ուշ չէ։ Իրանը պատերազմում իրոք չէր հաղթում Իսրայելին, սակայն եւս չէր հաջողվում հասնել իր գլխավոր նպատակին՝ հարստացված ուրանի իրանական պաշարների ոչնչացմանը։ Դրանք պահ էին տրված Իսլամական Հանրապետության կենտրոնական շրջաններում գտնվող ստորգետնյա հատուկ օբյեկտներում։ Դրանք խոցելու համար անհրաժեշտ սպառազինություն ունեին միայն ամերիկացիները։ Fordo, Natanz, and Esfahan. Ամերիկյան օդուժն Իրանի 3 միջուկային կենտրոններին հարվածեց հունիսի 22-ին։ Սրանի պատասխան Իրանը հրթիռներ արձակեց Կաթարում գտնվող ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ։ Այս մի հարվածից մոտ 36 ժամ անց կողմերը հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերեցին։ لا إله إلا الله. Ողջ 2025 թվականի ընթացքում սակայն ամերիկացի եւ իսրայելցի փորձագետները շարունակում էին վիճել, արդյոք 12-օրյա պատերազմը կարողացավ անդառնալի վնաս հասցնել Իրանի միջուկային ծրագրին։ Իրանի ներսում հիմնական մտահոգությունները վերաբերում էին պատերազմի առաջին ժամերին։ Իրանցիները փորձում էին հասկանալ, թե ինչու էին երկրի զինված ուժերը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, անակնկալի բերվել։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո իրանցի դիվանագետների եւ զինվորականների շրջանում նաև մի վարկած էր շրջանառվում, որի համաձայն Իսրայելի հաջողությանը նպաստել էր նաև հարևան որոշ երկրների ցուցաբերած աջակցությունը։ Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի փոքր քանակությամբ անօդաչու թռչող սարքեր են հարևան երկրների կողմից մեր տարածք մտել։ Այդ պատճառով Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ։ 2025 թվականին Ադրբեջանի հարաբերությունները բարդ էին ոչ միայն հարավային, այլև հյուսիսային հարևանի հետ։ Самолет упал. Դիվանագիտական ճգնաժամը սկիզբ առավ նախորդ ամանորից առաջ, երբ ղազախական Ակթաու քաղաքի մոտ կործանվեց ադրբեջանական ավիաուղիների Բաքու Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը 38 մարդու մահվան պատճառ դառնալով։ Վթարից մի քանի օր անց արդեն Իլհամ Ալիևը հայտարարում էր, աղետի պատճառը ոչ թե տեխնիկական անսարքությունն էր, այլ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունները։ Rusiya tərəfi Azərbaycandan üzr istəməlidir. Առաջին հերթին ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, երկրորդ պետք է ընդունի իր մեղքը, երրորդ մեղավորները պետք է պատժվեն, պատասխանատվության ենթարկվեն եւ փոխհատուցում տրվի ադրբեջանական պետությանը եւ տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Və Azərbaycan dövlətinə Բաքվի վրդովմունքի եւս մեկ պատճառն այն էր, որ ռուս պաշտոնյաները փորձում էին տեղի ունեցածի մեղքը բարթել ադրբեջանական անձնակազմի վրա, պնդելով, որ օդաչուները տեղեկացված լինելով, որ Գրոզնի օդանավակայանի շրջակայքում խիտ մառախուղ է եւ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր կան, միևնույն է փորձում էին վայրեջք կատարել։ Командиру предлагались другие аэропорты. Он принял решение следовать в аэропорт Актау. Սա առավելագույնն էր, ինչ այդ պահին պատրաստ էր առաջարկել Ռուսաստանն Ալիևի վարչակազմին։ Պաշտոնական ներողություն, առավել եւս մեղքի ընդունում ռուսական կողմից չկար։ Որպես հետևանք 2025-ի առաջին կիսամյակում Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները շարունակում էին վատ թրանալ։ Երկկողմ հարաբերություններում իրական պայթյունը սակայն տեղի ունեցավ ամռանը, երբ ռուսական միանգամից 3 ուժային կառույցներ, անվտանգության դաշնային ծառայությունը, ներքին գործերի նախարարությունն ու Ռոսգվարդիան զանգվածային ձերբակալություններ իրականացրեցին Եկատերինբուրգում բնակվող ադրբեջանցիների շրջանում։ Ձերբակալությունների պատճառը մի քանի տասնամյակ առաջ քաղաքում տեղի ունեցած սպանություններն էին։ Ձերբակալությունների ընթացքում Ուրալում բնակվող ադրբեջանցիներից երկուսը սպանվեցին, մի քանի տասնյակը ռուս իրավապահների կողմից ենթարկվեց դաժան ծեծի։ Вот руки мои, глаз красный, плохо видит, голова кружится. Սրանից մի քանի օր անց ձերբակալվեց նաև Ուրալի ադրբեջանցիների ղեկավարը Շահին Շիխլինսկին, մի մարդ, որ մարզում հսկայական ազդեցություն ուներ եւ որին անձամբ էր ճանաչում Իլհամ Ալիևը։
Իսկ այն նույն օրը, երբ Ադրբեջանում հողին էին հանձնում Եկատերինբուրգում զոհված Սաֆարով եղբայրներին, ադրբեջանցի փորձագետները հայտարարում էին, նրանք մահացել են դաժան ծեծի հետևանքով։ Döş qəfəsinin küt travması ilə əlaqədar qabırğaların Եկատերինբուրգ քաղաքում զոհված ադրբեջանցիների մարմինների փորձաքննության ընթացքում ներքին արյունահոսության բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել։ Խոսքը նաև ներգանգային առնազեղումների կրծքավանդակի դեֆորմացման մասին է։ Զոհերից մեկի կողոսկրը ընդհանրապես չի հայտնաբերվել։ dəyişən sınıqlar Ադրբեջանական պատասխանը հայելային էր։ Պետանվտանգության ծառայությունը հուլիսի սկզբին ձերբակալեց ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալության ղեկավարներին եւ մի խումբ ռուսաստանցի ռելոկանտների, մինչեւ դատարան հասցնելը նրանց ծեծի ենթարկելով։ Հաջորդ հողամիսներին ռուս-ադրբեջանական շփումները հասան նվազագույն կետի։ Իլհամ Ալիևն ու Վլադիմիր Պուտինը, որոնք նախկինում հաճույքով էին միմյանց հետ շփվում, դեմ-դիմաց նստեցին դիվանագիտական սկանդալի բռնկումից 3 ամիս անց միայն Դուշանբեում։ Վլադիմիր Պուտինը հենց այս հանդիպման ընթացքում էր, որ ստիպված եղավ հրապարակավ ընդունել ադրբեջանական ավիաուղիների օդանավը խոցել են ռուսները, բնականաբար ոչ միտումնավոր։ Երկու հրթիռները, որոնք արձակվել են, ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, այլ պայթել են հնարավոր է ինքնաոչնչանալով մի քանի, գուցե 10 մետր հեռավորության վրա։ Մի պահ թվում էր, թե այսպիսով Մոսկվայի եւ Բաքվի հակասությունները հիմնականում հաղթահարված են։ Իլհամ Ալիևի շրջապատում, սակայն փոքրինչ այլ տեսակետ ունեին։ Bakı şəhəri Səbail rayon məhkəməsi Ramiz Mehdiyev barədə cinayət Դուշանբեի հանդիպումից բառացիորեն մեկ շաբաթ անց Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարեցին հեղաշրջման փորձի կանխման մասին։ Ըստ ադրբեջանցի իրավապահների, դրա կազմակերպիչը 1995-ից 2019 թվականներին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ռամիզ Մեհդիևն էր։ Իշխանական արտահոսքերի համաձայն Մեհդիևն իբր օգնություն էր խնդրել Ռուսաստանից Իլհամ Ալիևին տապալելու համար։ Բաքվի դատարանը 87-ամյա երբեմնի ամենակարող պաշտոնյայի խափանման միջոց որպես ընտրեց տնային կալանքը։ Yok tek başına. Haydi hep birlikte görev başına. Cumhuriyet Halk Partisi başına. Ի տարբերություն Ռամիզ Մեհդիևի Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն 2025 թվականի մեծ մասը ոչ թե տնային, այլ իսկական կալանքի տակ անցկացրեց։ Թուրքիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող եւ իր նախագահական հավակնությունները չթաքցնող այս քաղաքական գործչին ձերբակալեցին մարտի 19-ին կոռուպցիոն մեղադրանքներով։ Իմամօղլուի ձերբակալությանը հաջորդեցին բախումներն ընդդիմության աջակիցների եւ ոստիկանության միջև։ Թուրքական խորհրդանում եւս հանդարտ չէր, միմյանց բախվեցին Իմամօղլուի ժողովրդահանրապետական եւ իշխող արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավորները։ Թուրքական ընդդիմադիր շրջանակների համոզմամբ Իմամօղլուի ձերբակալությունը նախագահ Էրդողանի շատ ավելի հեռուն գնացող պլանի մի մասն էր, որի առանցքային կետը խորհրդանի միջոցով սահմանադրական փոփոխություններ իրականացնելն է։ Այդ փոփոխությունները Էրդողանին ըստ ընդդիմադիրների հարկավոր են պաշտոնավարման նախորդ ժամկետները զրոյացնելու եւ 2028 թվականին կրկին առաջադրվելու համար։ Իշխող կուսակցությունը սակայն Թուրքիայի ազգային մեծ ժողովում սահմանադրական մեծամասնություն չունի եւ հենց այդտեղ է, որ Էրդողանին չբավարարող քվեները կարող են ապահովել քրդերը։ Kalın sağlıcakla. Demokratik siyaset Թուրքիայի ամենահայտնի բանտարկյալը 1999 թվականից Իմրալի կղզու բանտում պահվող Աբդուլլա Օջալանը հուլիսի 9-ին առաջին անգամ իր 26-ամյա բանտարկության ընթացքում տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ստացավ։ Թուրքական իշխանությունները քրդական բանվորական կուսակցության հիմնադրին այդ հնարավորությունն ընձեռեցին վստահ լինելով, որ նրա խոսքերը խաղաղության մասին են լինելու։ tüm bu yaşanan gelişmeler sonunda Պետք է բնական համարել այն, որ դուք հրապարակայնորեն կապահովեք
համապատասխան խմբերի զինաթափումը, այն ձևով, որը կբավարարի թուրքական խորհրդարանի եւ դրա հանձնաժողովի ակնկալիքները, կփարատի հանրային կասկածները եւ կկատարի մեր պարտավորությունները։ Օջալանի կոչից մի քանի օր անց հյուսիսային Իրաքում տեղակայված քուրդ զինյալների առաջին խումբը հանդիսավորությամբ վայր դրեց, ավելի ճիշտ այրեց իրենց ամրակցված զենքերը։ Այսպիսով 2025-ը դարձավ այն տարին, երբ քրդական բանվորական կուսակցությունը հայտարարեց Թուրքիայի տարածքում զինված պայքարի դադարեցման եւ երկրի լեռնային շրջաններում գտնվող ջոկատների դուրսբերման մասին, չնայած դրան մինչեւ տարեվերջ այլևս որևէ էական առաջընթաց այս հարցում այդպես էլ տեղի չունեցավ։ Չարթարացան քուրդ քաղաքական գործիչների հույսերը, թե Աբդուլլա Օջալանին կարող է խորհրդանի ամբիոնից ելույթի հնարավորություն տրվել։ Չարթարացան նաեւ Անկարայի այն սպասելիքները, թե Օջալանն օգտագործելով իր հեղինակությունը կստիպի զինաթափվել սահմանից այն կողմ Սիրիայում գտնվող քրդերին, նպաստելով նրանց ինտեգրմանն այդ երկրի կառավարական զորքերին։ Միխայել Սաակաշվիլի վիվամետիդան Ռուստավից ցիխեշի գադայի Խանեսպեն Վրաստանի գլխավոր կալանավորի երկրի երրորդ նախագահ Միխայել Սաակաշվիլիի համար 2025 թվականն այնքան էլ հաջողված չէր։ Նոյեմբերի 12-ին նրան Թբիլիսիի Վիվամետ բժշկական կենտրոնից տեղափոխեցին Ռուստավի բանտ Սաակաշվիլին Վիվամեդում էր անցկացրել ավելի քան 2.5 տարի։ 2025 թվականը Վրաստանը դիմավորեց նոր նախագահով, 2024-ի ավարտից ընդամենը մի քանի օր առաջ պարտականությունները ստանձնեց նախկին ֆուտբոլիստ եւ Վիձինա Իվանիշվիլիի թիմակից Միխայել Կավելաշվիլին։ Նա դարձավ Վրաստանի առաջին նախագահը, որ ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկության, այլ հատուկ ընտրական կոլեգիայի միջոցով։ Կավելաշվիլիի նախորդը Սալոմե Զուրաբիշվիլին թեև առանց որևէ դիմադրության լքեց նախագահական պալատը, սակայն Կավելաշվիլիի լեգիտիմությունը ճանաչել հրաժարվում էր։ Լեգիտիմուրոբա, բոդիս, խոլոտ ერთი წყարոդանը։ Տարեսկզբին նույնիսկ կարծիքներ էին հնչում, որ Զուրաբիշվիլին կարող է հավակնել երկրում շարունակվող բողոքի ակցիաների առաջնորդի դերակատարությանն։ Այս վարկածի օգտին էին խոսում նաև այն աջակցությունը, որ ստանում էր թե ինքը Զուրաբիշվիլին, թե ողջ վրացական ընդդիմությունը եվրոպական կառույցների կողմից։ Դրանք անողոքաբար քննադատում էին Իրակլի Կոբախիձեի կառավարությանը ժողովրդավարական ազատությունները ոտնահարելու եւ Ռուսաստանի հանդեպ չափից ավելի կառուցողական դիրքորոշում բռնելու համար։ 2025-ը սակայն վրացական ընդդիմության վերջնական պառակտման, այլ ոչ թե հաջողության տարի դարձավ։ Պատճառը հոկտեմբերի 4-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին։ Ընդդիմադիր 8 կուսակցություններն, այդ թվում Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող ազգային միացյալ շարժումը, հայտարարեցին այդ ընտրությունները բոյկոտելու մասին։ Որոշ ընդդիմադիր ուժեր, ինչպես օրինակ նախկին վարչապետ Գեորգի Գախարյայի Հանուն Վրաստանի կուսակցությունը, հակառակը որոշեցին մասնակցել ընտրություններին։ Ընտրությունները սակայն ավարտվեցին իշխող վրացական իրազանքի լիակատար հաղթանակով, թե ընտրատեղամասերում եւ թե փողոցում։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան տեղամասերը փակվելուց հետո ընտրությունները բոյկոտած ուժերից մի քանիսը փորձեցին գրոհով վերցնել նախագահական պալատը։ Ոստիկանությունը նրանց դուրս մղեց նախագահականի բակից, իսկ չհաջողված ակցիայի նախաձեռնողների մեծ մասը հաջորդ օրն արդեն ճաղերի հետևում էր։ Վրաստանում Մայդան կազմակերպելու 5-րդ փորձը եւս տապալվեց ընտրությունների եւ զանգվածային անկարգությունների հաջորդ օրը հայտարարում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Արդյոք 2026-ը կդառնա Մայդանի 6-րդ փորձի տարի, այս հարցում Վրաստանի քաղաքական շրջանակներում դեռ միասնական կարծիք չի ձևավորվել։